Սիրո ողջունում եմ բոլորիդ։ Պատկերացրեք, դուք ապրում եք վարձով։ Եվ բնական է, ամեն ամիս վարձ եք վճարում տան համար։ Բայց մի օր այնպես է ստացվում, որ տանտերը փոխվում է։ Եվ դուք այսուհետ պետք է ձեր վարձը վճարեք նոր տիրոջը։ Եվ բոլոր խնդիրներով ու բոլոր հարցերով պետք է արդեն դիմեք նոր տիրոջը։ Այսուհետ հին տերը ոչ մի կապ չունի ձեր համար։ Կարծես թե դուք նրա համար եք մահացել, նա ձեր համար։ Այսուհետ դուք չունեք շփում։ Եվ պետք է այդպես լինի։ Բայց ամսվա վերջ տեսնում եք դուռը թակում են եւ գալիս է հին տերը եւ ասում է. այս ամսվա վարձը տուր։ Իսկ դու ասում ես. ինչի համար։ Այսուհետ այս տունը չի պատկանում քեզ։ Դրա համար ես պետք է վճարեմ նոր տիրոջը։ Պարտքը դա մեղքն է Աստվածաշնչում, այսինքն ների մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին եւ այլն։ Մենք երբ մեղք ենք գործում, ել ավելի մեծ ստրկության մեջ ենք ընկնում այս աշխարհի եւ չարիքի առաջ։ Նրանից հետո երբ մենք մահացանք աշխարհի համար եւ դարձանք Հիսուս Քրիստոսին, ցավոք հիմա էլ կան մեղքեր մեր կյանքում։ Բայց բոլոր մեր հարցերը ներման եւ ցանկացած խնդիր մենք այսուհետ զանգում ենք ոչ թե հին տիրոջը, այլ նոր տիրոջը եւ ներում ենք խնդրում նոր տիրոջից, որտեղ նոր տերը գնել է, փրկագնել է այդ տունը։ Կողոսիա քաղաքում նմանատիպ դեպքեր եղել, մենք անցած անգամ խոսեցինք, որ մարդիկ հոգիների էին պաշտում, մարդիկ հրեշտակների էին պաշտում, եւ դրա համար Պողոս առաքյալը ասում է Հիսուս Քրիստոսը խայտառակել է բոլոր դևերին եւ հրեշտակներին։ Այսուհետ պաշտեք, ով փիլիսոփաներ, պաշտեք այսուհետ Հիսուս Քրիստոսին, որը ամեն բանի գլուխն է եւ Տերը։ Իսկ նրանք այդ հրեշտակներին պաշտողները իրենց մարմինները չէին խնայում, ստորացնում էին եւ չէին պատվում։ Այդպիսի բան եղել է Միջնադարում, երբ Մենաստաններում փիլիսոփայությունից եկած այս գաղափարը, որ մարդիկ իրենց մարմինը ստորացնում էին, իրենց մարմինը խայտառակում էին եւ այլն։ Հարցը նրանում է, որ մարդիկ աստվածաշնչյան մարմին եւ փիլիսոփայական մարմին, որ երբեմն Պողոս առաքյալն է օգտագործում, մարդիկ շփոթում են այս երկու հասկացությունները։ Մենք հիշում ենք Եղիայի դեպքում, երբ Եղիային երկնքից կրակ պիտի իջացներ, այդ ժամանակ քրմերը իրենց մարմինները կտրտում էին, գրված է 3-րդ Թագավորոս 18:28-ում։ Դրա համար այսօր մենք խոսելու ենք մարմինների մասին, Ադամի մասին, հին եւ նոր, առաջ եւ երկրորդ Ադամի տիրապետության եւ հագնելու մասին։ Ինչ է նշանակում հագեք նոր մարդուն, հանեք հին մարդուն եւ այլն։ Երրորդ գլուխը սկսում է այսպես. Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում, Աստծո աջ կողմում։ Վերինները մտածեցեք ոչ թե երկրի վրայինները։ Վասնզի դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Բայց երբ որ Քրիստոսը մեր կյանքը կհայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք։ Ինչի մասին է այստեղ Պողոս առաքյալը խոսում։ Ասում է, եթե ձեր մեջ տեղի ունեցել փոփոխություն, ապաշխարություն, եթե դուք արդեն հարություն եք առել եւ մեռել եք, նախորդ գլխում թաղվել եք։ Իրականում ուզում եմ խոսքս ուղղել այն մարդկանց, ովքեր չեն մկրտվել կամ մկրտվել են ոչ աստվածաշնչյան ձևով, չեն թաղվել ամբողջությամբ ջրի մեջ, դա խնդիր է։ Բոլորիդ կոչ եմ անում Քրիստոսի պես, Քրիստոսի հետ թաղվել եւ մահանալ։ Ասում է, եթե դուք հարություն եք առել, ապա խնդրեք վերիները։ Հիսուս Քրիստոսը ընդհանրապես շատ էր քարոզում նրա մասին, որ խնդրեք Աստծո արքայությունը, իսկ ամեն ինչ կտրվի ձեզ, որտեղ այդ ամենը անում են հեթանոսները, կռապաշտները, իսկ դուք այդպեսին չեք։ Դրա համար աղոթեք, ինչպես հայր քո կյանքը երկնքում, այդպես էլ երկրի վրա, որտեղ դուք այսուհետ ապրում եք երկնքում։ Վերինները դա երկնային տաճարն է, որտեղ
որդին հոր աջ կողմն է։ Ինչ է նշանակում աջ կողմ։ Նշանակում է ամեն ինչ որ անում է հայրը, անում է որդու միջոցով։ Աջ կողմն է։ Աջ կողմը ընդհանրապես այս հասկացողությունը Աստվածաշնչում նշանակում է բարեխոսություն, քահանայապետի աշխատանք, որը արվում է երկնքում։ Աջ կողմը մենք տեսնում ենք, օրինակ Ստեփանոսը տեսավ քարկոծության ժամանակ Հիսուս Քրիստոսին հոր աջ կողմը, մենք կարդում ենք Եփեսացիս 1:20-ում Քրիստոսը հոր աջ կողմն է, մենք կարդում ենք Եփեսացիս 2:6-ում, որ մենք էլ ենք Հիսուս Քրիստոսի միջոցով հոր աջ կողմում գտնվում եւ այլն։ Վերինները մտածեք, ոչ թե երկրի վրայինները։ Մարդիկ, երբ հեթանոս են, երբ սովորական մարդիկ են, այստեղ գրված կենթանիներ են, այսինքն կենթանի էակներ են, սովորական, շնչավոր մարդիկ, նրանք մտածում են երկրային բաների մասին, ինչ հագնեն, ինչ ուտեն, ինչ խմեն, դա կարևոր է, բայց դա չի գերակշիռը։ Սատանան էր Հիսուս Քրիստոսի մոտեցավ, Քրիստոս ասեց ամենակարևոր սնունդը դա հոր կամքն է, որ պիտի ես կատարեմ։ Դրա համար այսուհետ Աստծո զավակները պետք է իմանան, որ երկրային թեկուս կարիքներ, չեմ ասում երկրային մեղքեր, նույնիսկ երկրային կարիքները հոգում են ու մտածում են դրա մասին հեթանոսները։ Հոգս բառը Աստվածաշնչում ցավն է, վերապրումն է, դարդն է, որը ունենում են աշխարհում։ Մենք մտածում ենք ձմեռվա մասին, մենք մտածում ենք մեր փրկության մասին, բայց դա դարդ չենք անում, որովհետև դարդի մեջ ցավ կա, որը օգտագործում է սատանան մեր կյանքում։ Դուք որ մեռաք, այսինքն մեռաք, շարունակության մեջ սպան եք, խոսքը ինչի մասին է, դուք մեռաք, դուք ոչ թե հիվանդացաք, ոչ թե մերձ իմա, այլ դուք մեռաք, այս աշխարհի հետ դուք էլ կապ չունեք, մահի միջոցով մարդ կտրվում է աշխարհից, այսուհետ նա այս աշխարհում չէ, ինչ որ մեկը որ մահացել է, այսուհետ նա աշխարհում չէ, աշխարհի հետ ոչ մի կապ չունի, աշխարհի փաստաթղթերից ջնջվում է նրա անունը, որովհետև նա մեռել է, այդպես էլ դուք մեռել եք, թաղվել եք եւ այս աշխարհի հետ էլ ոչ մի կապ չունեք, ասում է Պողոս առաքյալը։ Դուք ծածկված եք, շուտով մենք կտեսնենք հագնել հասկացողությունը։ Հիսուս Քրիստոսը ձեզ ծածկել է։ Այսուհետ դուք Քրիստոսի պաշտպանության ներքո եք գտնվում։ Երբ որ Քրիստոսը կհայտնվի, հայտնվել նշանակում է երկրորդ գալուստ։ Երբ որ կհայտնվի, այն ժամանակ դուք էլ կհայտնվեք փառքով։ Հիմա ծածկված եք Հիսուս Քրիստոսում, կգա ժամանակ, երբ որ դուք կհայտնվեք։ Կհայտնվեք փառքով։ Ինչ է նշանակում փառքով կհայտնվեք։ Նախորդ թեմայում մենք խոսում ենք նրա մասին, որ կնորոգե մեր խոնար մարմինը, որ իր փառավոր մարմնին կերպարանքից լինի։ Այսինքն, երբ որ կա Հիսուս Քրիստոսը, մենք նոր փառավոր մարմին ենք ձեռք բերելու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիմա ծածկված է այս ամենը։ Հիմա չի երևում, որ մենք հավիտենական կյանք ենք կրում մեր մեջ։ Կգա ժամանակ, երբ որ դա կհայտնվի, որտեղ մեր մարմինը այսուհետ չի լինելու ապականացում։ Մարմին հասկացողությունը Աստվածաշունչում ունի երկու նշանակություն։ Մի մարմինը, որում մենք պիտի փառավորենք Տիրոջը, որը տաճարն է։ Մյուս մարմինը կամ մարմնավորը դա այն է, ինչ որ մենք ժառանգել ենք, այն ինչ ունի կրքեր, ունի մեղքերի նկատմամբ հակումներ։ Դրա համար Աստվածաշունչում կա երկու մարմին։ Ռուսերենում դա երևում է տարբերությունը «Տելо плоть»։ Հունարենում էլ է երևում տարբերությունը, իսկ հայերենում ցավոք մարմնի բառն է։ Երբեմն մարմնավոր, մարմնեղեն, կարծես թե թարգմանիչները ցանկանում էին տարբերություն դնել այս երկու հասկացողության մեջ։ Պողոս առաքյալը 4-րդ համարը նայեցինք 5-րդ համարը։ Նայեք ինչ ասում։ Կհայտնվի մեր մարմինները փառքով։ Նախորդ գլխում մենք կարդում ենք, որ նոր գալու բաների ստվերներն են։ Մենք անցած անգամ ասում ենք, որ գալու են դեր հանգստության ժամանակները, երբ մենք, ինչպես Եբրայեցիս 4-ում, կմտնենք այդ փառքի մեջ։ Դրանք գալու բաներ են։ Այստեղ էլ ասում է կհայտնվի։ Ուրեմն սպանեցեք ձեր անդամները։ Պողոս առաքյալը խոսելով իր մարմնի մասին
Հռոմեացիս 7-րդ գլխում ասում է իմ մարմնի անդամները ցանկանում են մեղ գործել։ Դրա համար իմ մարմնի անդամները Հիսուս Քրիստոսը ասում է, որ պիտի կտրենք։ Լավ է մեկը առանց աչքի, առանց ձեռքի, առանց ոտքի, բայց չհայտնվի գեհենի կրակում։ Այսինքն անդամները կամ օրգանները մարմնի պետք է հանել, բայց դա ունի հոգևոր նշանակություն։ Դա կապ չունի, որ աչքը պիտի հանես, որովհետև միջնադարում այդպիսի պրակտիկաներ եղել են, ասում է սպանեք ձեր անդամները։ Կա երկու ծայրահեղություն։ Ոմանք մտածում են, որ մենք ոչ մի բան չենք անում։ Տերն է մեր մեջ սպանում կրքերը։ Իսկ Պողոս առաքյալը ասում է սպանեք, թաղեք, հագեք, դեն գցեք հին հանդերձները։ Այսինքն Պողոս առաքյալը տեսնում է, որ հավատացյալը ունի զորություն սպանելու։ Սպանելը ցավալի է։ Երբեք ոչ մեկ չի ուզում, որպեսզի ցավ պատճառը իր մարմնին, որ այսուհետ չան ինչ որ մի խնդիր, ինչ որ մի մեղք, որը իրեն այդքան դուրեկան էր։ Բայց ասում է սպանեք, երբեմն ձեզ ցավեցրեք, սպանեք, ինչը ձեր մարմիններում պոռնոկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը եւ ագահությունը, որ կռապաշտությունը։ Այստեղ Աստվածաշնչում պատվիրաններ են պոռնոկությունը ցանկացած սեռական անօրինությունն է, պոռնեա բառն է, որը ամեն ինչ սպանեք, այսինքն միջև վերջ 100%-ով ձեր մեջ այդ անդամները, այդ օրգաններին դուք վերացրեք, որը ձեզ տանում են մեղքի, ոչ թե ֆիզիկական մարմինը, այլ մարմինը, օրգանները, որոնք խորհրդանշում են մեր կապը մեղքի հետ, որտեղ այս գլուխը ընդհանրապես կապի մասին է, որ եկեղեցում եւ Քրիստոսին հետ պիտի մենք ունենանք սերտ կապ։ Շուտով կտեսնենք։ Ուրեմն ագահությունը դա կռապաշտություն է։ Իրականում այս մարդիկ եսասեր էին, բայց ձևական իրենց մարմինները ցավեցնում են, այդպես չէ որ Քրիստոսի համար իրենց մարմինները ուրեմն հաջորդը, որոնց համար Աստծո բարգությունը գալիս է աննազանդության որդիների վրա։ Այս մարդիկ հասկանալու ամեն ինչ իրենք հատուկ անհնազանդ են։ Եվ Աստծո բարգությունը այստեղ գրված է գալիս է նրանց վրա։ Այսուհետ, բայց հիմա, ասма բան է փոխվել, հա։ Դուք մի ժամանակ գնացել եք կամ ապրել եք, երբ որ կենդանի էիք, սովորական մարդ էիք, որը դեռ չէր մահացել, դեռ կենդանի էր, բայց հիմա դուք դեն դրեք, մարդ կարող է դեն դնել, ինչը, բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից, հեշտ է, իհարկե հեշտ է դեն դնել գողությունը, սպանությունը ֆիզիկական հեշտ է, հավատացյալի համար դեն դնել, բայց բարկությունը, որը Աստծո արդարությունը չի գործում, Տերն էլ է բարկանում, նախորդ համարում Տերն էլ է բարկանում, բայց Տիրոջ բարկության մեջ չկա ոչ մի եսասիրություն, Տիրոջ բարկությունը սուրբ է, Աստվածաշունչը ասում է, իսկ մարդու բարկությունը Տիրոջ արդարությունը չի գործում։ Դա հատուկ դեպքերում է լինում, երբ որ Սուրբ Հոգով լցված մարդ բարկանում է, որտեղ Տիրոջ նախանձը նրան ուտում է, որ ինքը իր նկատմամբ ոչ մի կռապաշտություն ու ագահություն չունի, այլ նրա սրտացավը միայն Աստծո փառքն է եւ Աստծո կամքը։ Այստեղ այնպիսի մեղքեր են նշված, որոնք ներսի են, այսինքն այս մարդիկ եկեղեցում են, բայց չարություն, սրտմտություն, ամոթալի խոսքեր, իրար վիրավորում են, ինչի մասին Պողոս առաքյալը իմացել է, սուտ մի խոսեք իրար հետ, հանեք հին մարդը իր գործերով և հագեք նոր մարդը, որը նորոգված է, գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Մեր քույրերից մեկը մի քանի օր առաջ մոտեցել է և ասում էր Bible Stones ծրագիրը ներբեռնեմ իր հեռախոսը փոխել էր և ես չկարողացա, որտև գրում էր, որ դա հին մոդելի համար է այդ ծրագիրը։ Այսինքն բաներ կան մեր համար, որ մեր նոր մոդելը Հիսուս Քրիստոսում, նոր վերստին ծնվածը, նոր հարություն առածը այսուհետ պիտի չընդունի այդ ծրագրերը, այդ գաղափարները, այդ ապրելակերպը։ Հագեք, հանեք։ Մկրտության ժամանակ առաջ հիմա մարդիկ
ինչ որ հանդերձով գնում են, իրենց տալիս են սպիտակ շորեր, ինչպես սովորական մարդիկ մկրտում են, ջրի մեջ մկրտում են, դուրս են գալիս, եւ ելի նույն շորերը հագնում գալիս։ Առաջ այդ ծեսը կատարում էր այսպես. մարդիկ հին շորերով գնում էին, իրենց տալիս են նոր հանդերձներ, որով մկրտվում էին, եւ երբ որ դուրս են գալիս, հագնում էին նոր սպիտակ, այսպիսի թարմ, նոր հագուստ, որը խորհրդանշում էր, որ մենք մահացանք եւ այլ հին հանդերձները չենք հագնում։ Հին հանդերձներ, նոր հանդերձներ կամ մարմին, մեկը արդարություն չունեցող, մեկը նոր արդարությամբ։ Հանդերձը ընդհանրապես ցույց է տալիս քո կարգավիճակը։ Անառակորդու դեպքում մենք տեսնում ենք, որ հայրը ասեց. հանդերձը տվեք եւ մատանին դրեք, որպեսզի երևա, որ նա իմ որդին է եւ ունի համապատասխան կարգավիճակը։ Ասում է իր ստեղծողի պատկերի պես։ Սա մեզ տանում է իհարկե ծննդոց գիրք, որտեղ Ադամը ստեղծվեց Աստծո պատկերով։ Ադամը կատարյալ էր, Ադամը չուներ ոչ մի խնդիր, ոչ մի բիծ եւ այլն։ Բայց հետո 5-րդ գլխում գրված է, որ իր պատկերով ստեղծեց արդեն ծնվեցին նրա որդիներն ու դուստրերը։ Այսինքն պատկերը փոխվեց։ Իսկ հիմա Հիսուս Քրիստոսով մենք վերադարձել ենք, այսպես ասած, հին պատկերին, այնպիսի պատկերին, որը ստեղծել էր Աստված, ամբողջությամբ իրեն ներկայացնող, նրա բնավորությունը, նրա սերը, նրա ներողամտությունը, ասում է, դուք ծածկված եք Քրիստոսին, դուք հագնում եք Հիսուս Քրիստոսին, այսուհետ էլ դուք չեք, ձեզ տեսնողը պիտի տեսնի Հիսուս Քրիստոսին, որտեղ դուք Հիսուս Քրիստոսի մեջ եք։ Ուրեմն շարունակության մեջ, դե այստեղ իր ստեղծողի պատկերի պես, իր ստեղծողը առաջին գլխում 16 համարում գրված է, որ մարդկանց ստեղծել է Հիսուս Քրիստոսը, այսուհետ մենք պիտի ունենանք Հիսուս Քրիստոսի պատկերը, դա էլ պարզեցինք։ Եվ ոչ հրեական, ոչ հույն, ոչ թլպատված, ոչ անթլպատություն, ոչ խուժ, ոչ դուժ, այսինքն բարբարոս, սկյութացի, սա ռուսներն են մի օր առաջ գալու սկյութերից, ծառա, ազատ, բայց Քրիստոսը ամենը եւ ամենի մեջ։ Ինչ է այստեղ կատարվում։ Ուրեմն այսուհետ ձեր կարգավիճակը փոխվել է։ Եթե դուք հագել եք այդ հանդերձները, նշանակում է, եթե դուք ստրուկ եք, դուք այսուհետ հավասար եք եկեղեցու բոլոր անդամների հետ։ Եթե դուք կին եք, եթե դուք տղամարդ եք, ով ուզում եք լինեք, այսուհետ բոլորի համար կամ մեկ փրկված, հարություն առած կարգավիճակ, որը սպասում է իր մարմնի հայտնությանը, ինչպես Քրիստոսը հայտնվեց նոր մարմնում եւ պիտի հայտնվի այս աշխարհում, Կորինթացիս 15-րդ գլխում հարության մասին ասում է ասում Քրիստոսը, հետո քրիստոսինները նրա ետևից գալով։ Ուրեմն հագեք ինչպես Աստծո ընտրվածներ, սուրբեր, սիրելիներ, ողորմասիրտ գթածություն, երկու գթության, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն։ Այստեղ ամբողջությամբ խոսքը գնում է հոգևոր ներսին մեղքերից ազատագրման համար եւ նոր հոգևոր ներսի բնավորություն ձեռք բերելու համար, որտեղ նրանք եսասեր էին, բայց դրսից ձևական նրանք ես մարմին էին ստորացնում։ Հիսուս Քրիստոսը այդպիսի ավանդույթ, այսպիսի խոսք մեզ չի տվել, որտեղ մի ժամանակ ուրիշ սերմից էր մեր մարմինը, իսկ այս անգամ Տիրոջ խոսքի, Տիրոջ սերմից ենք, որ մենք վերստին ծնվել ենք, այսօրվանից հետո երկայնապետ, իրար համբերելով, այսինքն այս մարդիկ իրար չէին համբերում, անամոթալի խոսքեր էին ասում եւ բարկանում չարախոսում էին իրար եւ իրար ներելով, չէին ներում փաստորեն։ Եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էր ձեզ ներեց, այդպես էլ դուք։ Նախորդ գրքում Ֆիլիպեցիների երբ որ ուսումնասիրում ենք Պողոս Առաքյալին, քանի որ ճանաչում ենք, Պողոս Առաքյալը ասում է հիշում եք իմ կյանքը, այդպես էլ դուք վարվեք, որտեղ ես էլ օրինակ եմ վերցրել Քրիստոսից։ Այստեղ Պողոսին նրանք չեն տեսել։ Դրա համար այստեղ չի օգտագործում ինձ նման եղեք, այլ ասում է Քրիստոսին նման եղեք, որտեղ Պողոս Առաքյալին չեն տեսել նրա կյանքը։ Շարունակությամբ եւ այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է։
Այսինքն դուք ինքներդ հանգիստ եղեք եւ այլ եւ սիրո մեջ եղեք։ Եթե դուք ունենաք սերը ձեր վրա, այդ ժամանակ ձեր փոխհարաբերությունը կլինի ճշմարիտ։ Ինչպես 10 պատվիրանները, հա, սիրո միջոցով փոխհարաբերություններ ենք շտկում Աստծո հետ, մյուս պատվիրանների մեջ, 5-րդ պատվիրանից սկսած, սիրո մեջ փոխհարաբերություն ենք շտկում նաև մերձավորի նկատմամբ։ Այստեղ այդպես է, սերը այն կատարելության կապն է, որով դուք կարող եք ընդունել մարդկանց եւ լինել ընդունված, որ ոչ թե պառակտություն բերի ձեր մեջ, այլ այն սերն է, որ բոլորիդ կարծես ամբողջապես հագցնում է եւ մեկ միություն է դառնում եւ այդ կապն է հաստատում։ Սիրո միջոցով է կապը լինում իրականում։ Եվ Աստծո խաղաղությունը իշխե ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցիք մեկ մարմնով եւ գոհացող եղեք։ Փաստորեն Աստծո խաղաղության մեջ ենք մենք կանչվել։ Ինչ է մեր կանչվածությունը։ Միտեղ գրված է, որ օրհնության համար է կանչվել։ Մյուս տեղում նոր մարդ լինելու։ Այն երրորդ տեղում ասում է կանչվել եք խաղաղության համար, որպեսզի լինեք խաղարարներ, գոհացող եղեք։ Գոհացողը դա վերաբերում է եւ դրականին, եւ բացականին, երբ դու գոհանում ես Աստծուն քո կյանքի համար։ Թեկուզ վատ բաների ժամանակ։ Ինչպես, եթե դու գոհանում ես Քրիստոսի փրկությամբ, դու նաև ներում ես ուրիշներին։ Դա երևում է առակներում, հա, երբ որ դու ընդունում ես գոհությամբ Տիրոջ շնորհը, այդ դրանից դու ես շնորհալի դառնում, դու ես խաղաղ դառնում։ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես ամեն իմաստությամբ։ Հիսուս Քրիստոսի խոսքը, Աստվածաշունչը բնակվի ձեր մեջ առատությամբ։ Այսինքն կա մի հատ այսպիսի կեղծիք, որ պետք չի Աստվածաշնչի մեջ խորանալ, պետք չի նայել այդքան, չգիտեմ, ինչ ասել Քրիստոս, ինչ ասել Պողոսը, ինչ ա գրված 5 կտակարանում, ժողովուրդ։ Բնակվի ձեր մեջ Քրիստոսի խոսքը։ Կամ այդ լոգոսը, Քրիստոսը բնակվի ձեր մեջ։ Բնակվելը դա այցելությունը չի։ Դա այն չի նշանակում, որ շաբաթը մեկ օր, ամեն շաբաթ դու գնում ես ժողովրդին հանդիպելու, եկեղեցու շենք եւ այդտեղ Տերը այցելում է քեզ։ Ոչ։ Դու պիտի բնակվես Քրիստոսում։ Քրիստոսը պետք է բնակվի քո մեջ։ Ինչ է դա նշանակում։ Միշտ առավոտից երեկո դու այսօր ուրիշի տանն ես ապրում։ Քրիստոսը այսուհետ քո սրտում ապրում։ Դրա համար այս երկուսը իրար մեջ են, հա, մարդը եւ Տերը։ Իրար սովորեցրեք, խրատեցեք, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, շնորհով օրհնեցեք Տիրոջը ձեր սրտերում։ Եփեսացիներում այս հատվածի հետ կապված գրված է, որ Սուրբ Հոգին այսպես է լցվում։ Երբ որ մարդիկ իրար հետ հավաքվում են, սաղմոսներ են երգում, օրհնություններ են ասում, հոգևոր երգեր եւ այլն։ Ինչն է այստեղ հետաքրքիր։ Այստեղ հետաքրքիրը հետևյալն է։ Պողոս առաքյալը Կորինթացիներին ասում է, դուք հավաքվում եք, բայց չար բանի համար եք հավաքվում, ոչ թե Տիրոջ ընթրիքի եւ հաղորդակցության, սիրո սեղանին մասնակցելու, ագապեների, ընթրիքների համար, չէ, դուք եկել եք որպեսզի պառակտություն լինի։ Դուք չեք որոշում Տիրոջ մարմինը, չեք հասկանում ինչ է ուզում Հիսուս Քրիստոսը իրականում ձեզանից եւ ինչ է Տիրոջ մարմինը եւ եկեղեցին։ Եվ ամեն ինչ որ էլ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուս Քրիստոսի անունով արեք, գոհություն տալով Աստծուն եւ Հորը նրա ձեռքով։ Այսինքն Աստծուն եւ Հորը հնարավոր է սա միայն Հայր Աստծո մասին է, իսկ հնարավոր է վերաբերում է Քրիստոսին եւ Հորը։ Այստեղ ասում ինչ որ անեք Հիսուս Քրիստոսի անունով արեք, Քրիստոսի էությունով արեք, անուն դա էությունն է։ Հիսուս Քրիստոսի անունով արեք, այսինքն ամեն անելու ժամանակ դու ասում ես իսկ ինչ կաներ Հիսուս Քրիստոսը իմ փոխարեն։ Պողոս առաքյալի մոտ Հիսուս Քրիստոսը մնացել է Սուրբ Հոգով, քանի որ Սուրբ Հոգին գրավ է, մնացել է եւ ապրում է մեր հետ։ Քրիստոսը գործում է այս աշխարհում։ Իհարկե, ինքը, այսպես ասած, ֆիզիկապես
երկնքում հոր աջ կողմն է, բայց մյուս կողմից ինքը երկրի վրա, ինքը ասել է ես չեմ թողնում, ձեր հետ եմ լինելու ամեն օր մինչև աշխարհի վերջը, եւ ինչ որ դուք անում եք, պետք է գա այն մտքից, որի մեջ չկա սրտմտություն, չարություն, ամոթալի խոսքեր, ստեր, այդ մտքից պետք է դուրս գա խոսք եւ գործ եւ եղեք գոհացող։ Գոհանալը կապ չունի արտաքինի հետ, այսինքն մարդ հիվանդության մեջ էլ պետք է Աստծուց գոհանա։ Մարդ կորուստի ժամանակ է պիտի Տիրոջ ուրախությունը չկորցնի, խաղաղությունը չկորցնի, որտեվ դա ցույց է տալիս Տերը բնակում է քո մեջ թե չէ։ Դա Սուրբ Հոգու պտուղն է մարդու կյանքում։ Դա կապ չունի արտաքինի հետ։ Մարդկանց սպանում էին, բայց մարդիկ գոհացող, փառաբանող, խաղաղության մեջ, եւ դա էր ապաշխարության բերում այն դահիճներին, որոնք մահվանային դատապարտում Աստծո ժողովրդին։ Ինչ տեսանք այստեղ։ Այսօր տեսանք կա Ադամ առաջին եւ երկրորդ։ Առաջին Ադամի միջոցով մենք մեղքի եւ մահի եւ ցավի մեջ եկանք։ Երկրորդ Ադամի միջոցով մենք դրանից դուրս եկանք։ Կա երկու հասկացողություն մարմնի։ Մարմինը որպես հոգեվոր մի բան, որը Ադամից եկել է, որը ապրում է այս աշխարհում եւ նրան դուրալի է եւ դուրեկան է մեղքը։ Եվ մարմին, որի իր ստեղծողի պատկերի պես է, ինչպես Հիսուս Քրիստոսի մարմինն էր։ Մյուս կողմից, եթե մենք մահացել ենք եւ հարություն ենք առել, մենք այսուհետ պիտի ապրենք նոր հանդերձանքով, նոր աշխարհում, պիտի ունենանք նոր Տեր, քանի որ մենք Հիսուս Քրիստոսում Հայր Աստծո աջ կողմն եք նստած։ Տիրոջ օրհնությունը ձեր հետ, եթե ունեք հարցեր, գրեք, եթե ունեք գաղափարներ, գրեք, եթե ունեք փառաբանություն, գրեք, հավանեք, տարածեք, որովհետև համացանցը միայն այդ հավանումներով է հասկանում, որ կա իմաստ ուրեմն տարածելու։ Տիրոջ օրհնություն ձեր հետ լինի։ Տարածեք Տիրոջ խաղաղությունն ու օրհնությունը այս աշխարհում։ Դրա համար եք կանչված։ Ամեն։